զոհվել է 44-օրյա պատերազմում Էդգարի ձեռքերում։ Օզմանյանների ընտանիքում ծնված 6-րդ երեխայի անունը դեռ 9 ամիս առաջ էր որոշված։ Եզդիների մոտ հազվադեպ հանդիպող այդ անունը հրամանատար Նեսոյի պատվին է։ Ես ասեք 3-4 պատերազմ անցկացրած մարդ է, ինքը մեկ առնակ ծակերը գիտեր։ Ինչ աներ, ոնց հրամայեր։ Ինքը շատ դուխով մարդ էր, հա։ Մենք իրան նայելով, մենք ասենք ամեն ինչ այնա, մենք ասենք կյանքի գնով է դրենային։ Լույս աշխարհ եկած Էդգար Օզմանյանի որդին բոլորին էր միացրել եւ մեծ ուրախություն պատճառել ծննդատան բակում, իսկ նորածնին առաջինը դիմավորեց հերոս Նեսոյի ընտանիքը։ Էդգարը միշտ մեր տանը զրույցելուց ասում էր. եթե հոպարը սենց է չլներ, ես որոշել էի, որ պետք է տղա ունենամ, պետք է դնեմ իմ հոպարիս անունը, քանի որ ինքը միշտ ինձ ընդեղ նենց է նայել ոնց որ իմ ծնողը։ 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Ներսես Ներսիսյանը արդի 11 ջոկատի հրամանատարն էր։ Նրա վառ կերպարի հետ կապված հիշողություններն անսպառ են։ Գնացել ենք Քանեկարավան ու դեզանք ենք ստացել, դից տեղափոխվել ենք Արցախ, ասենք սաղ ստիլ խորենք եղել մեքենայի մեջ, ինքը նցայել է, որոդի հարսանիք ենք էտա, այդ ինձ ուրախացրել է, պարել է, դաժե ավտոբուսի մեջ է քոչար ենք բարի միասին, 2-3 հատ դիրք են գրավել Արեգակ սալոն, պատկերացած մենք 10 հոգով 70-80 հոգու դեմը կռվում ենք, դեմով հրամանատարս էր էտա, նոր մենք ենք էտա, ճիշտ է մենք վախենամ ենք, բայց որտեղ մենք հրամանատարը դեմով էտում էր, էդի մեզի տուխ է տալը։ Միասնիկյանում Ներսիսյաններին Նեսոյենց Գերդաստան են կոչում, այդ անունը միշտ պատիվ ու հարգանք է բերել նրանց։ Փառքներին գազներին, մեր մնորոմանուկներն էլ կանանց ճանապարհ կապուտ երկինք։ Թող այդ փոքրիկները, մեր այդ մանգիկները ապրեն խաղաղ երկնքի տակ, թող Ներսեսի նման վառ անուն ունենան, շնորհք ունենան։ Կարինե Վարդանյան, Ռուբեն Սարգսյան, Կարեն Թադևոսյան, այսօր։ Սաղը տանը մր հայ ազգի։ բոլոր մանիքներին քաղաքանում ենք աղոք մանկություն։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր բժիշկներին իրանց բարեցիչ մոտենալու իրանց սրտացավության համար։
Dinleyin bunu hemen. Ben arkadaşlar korkuyorum.